Սիրով ենք ասում բարի լույս բոլորին, ովքեր այսպես են լսում եւ դիտում են Հայաստանի հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ առաջարկում ենք մոտավորապես ժամ ու կես հետեւել մեզ ծրագրին, որովհետեւ շաբաթ առավոտը դա նշանակում է, որ այն երաժշտական է։ Դե բնականաբար ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արդեն քանի տարի է շաբաթ 9:30-ից 5 կամ 6։ Չէ, 6-ից ավել չէ։ Մենք կհաշվենք, կասենք, ստույգ ռադիոյի օրը այս հարցին կպատասխանենք։ Ռադիոյի օրը։ Դե ինչ, միացեք մեր լայվին, այն գործարկված է, նաև քիչ անց ես կտարածեմ երաժշտական առավոտի մեր Facebook-յան էջում եւս, իհարկե Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջի մասին չենք մոռանում։ Տեղում ենք, մենք տեղում ենք։ Այո, եւ վերջում էլ կհեռանանք այսպես։ Հա, ասա որ հետաքրքիր էր։ Որոշեցինք քայլել, խորհուրդ ենք տալիս բոլորին, որը սկսել առողջ, այսպես ապրելակերպին համաձայն, քայլել։ Բարել։ Մեր կարգապահ հյուրերը այսօր շատ այսպես պատրաստ, մեզանից շուտ էին նույնիսկ եկել։ Արի դա ասենք։ Գիտեի։ Այո, պայմանավորվեցինք հանդիպել։ Այնպես որ արի ողջունենք մեր շատ սիրելի գործընկեր Լուսինե Նազարյանին։ Բարի լույս։ Այսպես շատ համեստ նու բարն է այստեղ, նու բարիկներն են այստեղ, դա էլ ասենք։ Բարի լույս։ Եվ եւս արդեն բոլորի կողմից շատ սիրելի Լիլիթ Դանելյանին ենք ողջունում։ Ողջույն, բարի լույս։ Ֆրանսիա Հայաստան տրանզիտ, ինչպես ասում են։ Ձեր գործն էլ մի գործ չէ, այդպես Երևան, Փարիզ, Երևան, Փարիզ, Փարիզ, Երևան, Երևան, Փարիզ, Փարիզ, Հրաշալի է։ Այսպես ճողված վիճակում ապրում եմ։ Ահա, օթանավում եւ եթերում, ինչպես ասում են։ Վաղը մեկնում եմ։ Տեսնում ես։ Անպայման բարի ճանապարհի երգը չմոռանաք։ Դի երգենք։ Վերջում։ Եվ իհարկե երաժիշտներին ողջունենք։ Կարծես։ Մշտական ունեցողներից ես տեսնում քանիսն են այստեղ։ Բոլորը մշտական ունեն, չէ՞, այս տարածք մոտ գործելու։ Շատ հաճելի է։ Ինչ անենք, սկսենք ռադիոհամերգը, այնուհետև մենք մանրամասն արդեն կանդրադառնանք նախագծին։ Դե, այո, պետք է սկսել։ Եկեք համառոտ ներկայացնենք եւս մեկ անգամ։ Ես սկզբում կառաջարկեմ մինչև այդ Լիլիթին կփոխանցեմ, հա, բացումը, քանի որ վաղը զատիկ է։ Ես կառաջարկեմ մի հատ զատիկի երգով սկսենք, հա։ Ու հետո արդեն Լիլիթը կներկայացնի նախագիծը, մնացածը արդեն ընթացքում քիչ-քիչ կբացահայտենք։ Պայմանավորվեցինք։ Շնորհակալ ենք։ Գեցեք, շարունակեք ոգևորել մեզ, այո, հիշեք, որ գրառումները անվճար են։ Խնդրեմ։ Satik,
Իսկ ես լուսանկարում էի հրաշք փոքրիկներին։ Երեխեք այսօր։ Հատուկ ուզեցինք նաև առավոտը սկսել մանկական բարի լույսով։ Գեցես Լուսինե։ Դե տեղավորվեք Լուսինե ծոցայի կողքին։ Ահա։ Միջև հաջորդ ելույթը։ Լուսինե ծոցայի կողքին մաչ ասեմ։ Ինչ սերուն են երեխեքը։ Այո, իրենք մեր սերնդափոխությունն են ապահովելու։ Այս տարիքից, հա, գաղտնիք չէ, բոլորը մեծանում են։ Այո։ Հավերժ երիտասարդ են մնալու, որտեվ իրենց երեխաներն են արդեն։ Օրինակ ամենափոքրիկ Նուբարիկը դեռ 2 տարեկան չկա, բայց այս շապիկներից ինքն էլ ունի, արդեն փորձերին գալիս է։ Այդպես մենք ունենք մեծ Վահագն ու շատ փոքր Վահագն, տենց, հա։ Նարեի ու Միքայելի։ Հա, շուտով Արուսյակի տղան մեզ կմիանա եւ երգելով եւ նվագելով, չէ, այսօր չէ, ընդհանրապես, հա, այդպես իրենք արդեն եւ Արուսիկի եւ Նարինեի տղաները մեր համերգներին մասնակցել են, այնպես որ այդ ընթացքի մեջ է սերնդափոխության հարցը արդեն Ճիշտ գծի վրա է, այո։ Ինքերի վրա։ Այդտեղ, հա, 3, ուրեմն 6 հոգին, Անահիտն ու Տաթևը լավ իրար կողք նստած են, քույրիկներ են, այնտեղ Սուսաննան ու Սարան են քույրիկներ, Սյունեն ու Ադրինեն են քույրիկներ, այդտեղ Նարեն ու Միքայելն էլ կարանք ասենք քույրի կապեր են, այդպես ընկերներ են։ Ոնց եք կարողանում հիշել բոլորի անունները միանգամից։ Դե Վաղ գիտի, մեկ մոռանում եմ նաև։ Կամ երեխաների անունները։ անգիր եմ արել։ Ահա։ Ամեն օր կրկնում եմ, որ չմոռանամ։ Եկի Բա տեսնում ես։ Ահա, հա։ Ստատիկներ, ծաղկներ, փուչիկներ են ուղարկում, ասում են Լուսինեի ձայնը լավ չի լսվում, որ Լուսինեի, Նազարյան Լուսինեի։ Մենք այսօր մի քանի Լուսինե ունենք։ Հա, մենք լսում ենք, այո։ Ռիփսիմե Արշակյան ասում է անչափ հաճելի ընտրում, կեցե ընկեր Լուսինեն իր նուբարներով, Սաթենիկ Մադինյանն է, ջուններ է ուղարկում, բարի եթեր, դե ասում է, հա իմ ձայնն է ասում, որ լավ չի։ Մի հատ ռաս արա։ Աշխատեց փաստորեն։ Չէ, սա հենց ռազի մասին է խոսքը։ Ինչևէ հուսամ ձայնս կարգավորված է, բայց ես իմ ձայնը շատ լավ եմ լսում, իսկ երբ Վահանակի մոտ Նորայր Սարգսյանն է, հնարավոր չէ, որ որևէ խոտան լինի։ Չէ՞ Նորայր։ Միանշանակ։ Այնպես է Լուսինեի ձայնը խնդրում եմ ավելի բարձրացրեք։ Չէ, պետք չի շատ բարձրացնել, բայց մի խոսքով։ Մեկ խոսքով։ Շնորհակալ ենք, որ այդքան ուշադիր եք, այդքան հոգատար եք, սիրելի ռադիո լսողներ, եւ շարունակենք, ինչի համար ենք հավաքվել։ Չմոռանանք։ Եկեք անցնենք նախագծին։ Հա, ինչի համար ենք հավաքվել եւ ես միանգամից խոսքը տրամադրեմ Լիլիթին, Լիլիթը թող պատմի, որովհետեւ գաղափարը իրենն է եղել։ Մենք ուղակի սիրով Միացել եք։ Լիլիթ, եթերը քոնն է, խնդրեմ, օգտագործիր այն թրիչկից առաջ։ Նախ ծրագրից խոսելուց առաջ պիտի պատմեմ, թե ինչպես մենք հանդիպեցինք Լուսինեի հետ։ Ուրեմն 2000 հեռավոր 2009 թիվներ
Աստղիկ նախագծի շրջանակներում երեխաները պետք է երգեին ժողովրդական խաղիկներ եւ ինչպես անցած անգամ նշեցի Ալեքսան Հարությունյանը, որ իմ լավագույն ընկերներից է, ասեց, գիտես, բարերը մեղեդին լավ հիշում էր, բայց բարերը չեմ հիշում, զանգիր Լուսինեին։ Եվ ես զանգեցի Լուսինեին։ Ինչերից էս զանգիր Լուսինեին արտահայտությունը սլոգան է դարձել արդեն։ Միանգամից պատասխանեց, թե Լուսինեն միանգամից պատասխանեց եւ այնպես ստացվեց, չգիտեմ ինչպես ստացվեց, Լուսինեն բարերով հանդերձ, քանի որ շատ պատասխանատու մարդ է, բարերով հանդերձ նկարահանման օրը, չէ՞ Լուսինե ջան, եթերում էր եւ հյուրերից մեկը բացակա էր, ասեցի Լուսինե պետք է ժյուրի մեջ լինեք, որտեղ ձեզնից լավ չեմ պատկերացնում, թե համ պետք է իրավիճակը փրկել, համ էլ չեմ պատկերացնում, թե այս պահին ձեզնից ավելի լավ ում կարող եմ գտնել։ Եվ ուրեմն այսպես եղավ Լուսինեի եւ իմ առաջին հանդիպումը։ Երկար տարիներ անցան։ Ես հայտնվեցի Ֆրանսիայում, բախտի բերմամբ, թե պատահմամբ։ Ճակատագրի բերումով։ Ճակատագրի բերումով, ամեն լավ, բոլոր մեղքերը գցենք, մեր մեղքերը գցենք ճակատագրի վրա, խեղճ ճակատագիր։ Ուրեմն եւ այնտեղ տարբեր ժողովուրդների, տարբեր ազգերի աշակերտներ ունեմ, ամեն մեկը գալիս է իր երկրի երգն է երգում, մեկը ասում է կարող ենք այս երգը պարապել, մյուսը կարող են քեթրին պարապել, մյուսը ուշկու դարան։ Այդպես իմ առջև բացվում է այսպիսի մի հետաքրքիր անծայրածիր աշխարհ, որը կոչվում է ֆոլք, ֆոլկը, որ սահմաններ չունի, երևի մի քանի կյանք բավական չէ տարբեր երկրների ֆոլկը ուսումնասիրելու համար, եւ այդպիսի միտք է հղանում, այ այս երգը նման է այս երգին, այ օրինակ չգիտեմ, օրինակ բրետոնական երգը ինչ երգի կկպներ հայկական, այսպես խմորումներ են գնում եւ էլի Ալիկ Հարությունյան ասում է գիտես շատ լավ թրի մախտելոն կմիանա համշենահայ մի երգի բայց պիտի զանգես Լուսինեին էլի զանգում եմ Լուսինեին ուրեմն հասկանում եք պատահական ոչինչ բան չի լինում այսպես Լուսինեի հետ սկսում ենք ֆրանսիացիները ասում են on a commencé faire un bricolage, այսինքն, երբ որ տանը ինչ որ բան ես նորոգում, էլի, տանը մի բան փչանում է, դու սկսում ես նորոգել, այսպես սկսեցինք բզբզալ, հայերեն տարբերակը երևի բզբզալն էր։ Եվ հասկացանք, որ մի հետաքրքիր ծրագիր է ստացվում, իսկ ծրագրի հիմքը որն է, աշխարհի ֆոլք երգերը միացնել հայ ֆոլկին, իհարկե միանշանակ մեղեդային գիծը պահելով, եթե մեղեդային գիծը նման է, թեմատիկան նման է, եւ այս պարագայում ես շատ ուրախ եմ, որ մեր ճանապարհները հատվեցին Լուսինեի հետ, Լուսինեի հրաշքն ու բարների հետ, եւ ես արդեն ինձ զգում եմ այս ընտանիքի մի մասը, անդամը, արդեն ուզած չուզած Արդեն տան գրքույկի մեջ ինձ էլ են նշել։ Դա շատ լավ է։ Հա, մենք իրեն ուզում էինք այս շապիկից հագցնենք, բայց եւ այնպես։ Ուրեմն միանգամից Լուսինե ջան, ժամանակի հարկ։ ու միանգամից երևի կատարվելիք, բայց այսօր բրետոնականից չենք սկսելու, այսօր սկսելու ենք մի շարքով։ Որը ուրեմն սկսելու ենք հրեական հարսանեկան երգից, հետո անցնելու ենք ասորական երգի եւ միավորելու ենք մեր վասպուրականի լորիկի տարբերակներից մեկը ու վերջում քրդական երգ։ Այսօր ժողովրդների բարեկամության օր է փաստ։ Այո, ճիշտ է։ Հրաշալի է ուղղակի։ Եվ հասկանանք, կարծում եմ այս նախագծի միջոցով նաև կկարողանանք հասկանալ նմանությունները, հա, տարբեր երկրների երգերի, բնավորությունների նմանությունները, առանձնահատկությունները, հա։ Ընդհանրապես, գիտեք, շատ ճիշտ բան եք ասում, բայց ընդհանուր առմամբ ծրագիրը ըստ իմ մտքի մեջ միտումը խաղաղությունն է։ Այսօր աշխարհում կան ավելի շատ պատերազմներ, քնում զարթնում ենք, մեկ էլ տեսնում ենք ինչ որ մի երկրին հարվածեց։ Ասում են անձնական ոչինչ չկա, դա բիզնես է։ Հա, ինչևէ, Netflix-ում ավելի քիչ սերիալներ կան, քան պատերազմներ մեր երկիր մոլորակի վրա, իդեպ, հա, շատ տխուր փաստ է, այսինքն եկեք խաղաղ ապրենք։ Եկեք ինչքան նման է։ Այ ինչ համախմբման կարծես կոչ։ Համախմբման կոչ է, այո։ Գնացինք։
Masudunali khoshtahdalale Masudunali khoshtahdalale Habruriga dar gushtahdalale Habruriga dar gushtahdalale Dalle dalle dalale dalale Dalle dalle dalale brindale Holla hella dalale dalale Holla hella dalale brindale Managu kanzugin bartzi Chorodin lori Zarnangi shekunchin batzi Chorodin lori Kalmir chalzor derin dartzi Chorodin lori Siftach zotzin karog matzi Chorodin lori Lori, lori, lori jan Lori, lori, lori jan Lori, lori, lori jan Lori, lori, lori jan Lenenilar kaynardanis Chorodin lori Rezide sarxalavinnis Chorodin lori Yarchinari bashnin mernin Chorodin lori Kezi verov morg mernin Chorodin lori Lori, lori, lori jan Lori, lori, lori jan Lori, lori, lori jan Lori, lori, lori jan Zozan, 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 lele zozan, lele zozan Zozan, 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 lele zozan, gevecale Refte, refte, kazan, lele zozan, lele zozan Refte, refte, kazan, lele zozan, gevecale Vere, sere, kazan, lele zozan, lele zozan Vire, sere, kazan, lele zozan, lele zale Zozan, 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 lele zozan, lele zozan Zozan, 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 lele zozan, gevecale Zozan, 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 lele zozan, lele zozan Zozan, 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 lele zozan, gevecale Ու Ծափահարություններ շատ են մեր դիր լսում էինք եթերում։ եւ կարծես մեկ ամբողջականություն լիներ այս միքսը։ Այո, Շատ հետաքրքիր մոտեցում։ իզուր չասացի նմանություններ կգտնենք ըստ երևույթին, հեշտեք այդ փնտրուկտուկները կատարում, որպեսզի կարողանաք նույն բնավորության երգերը իրար կողշարել ու միքսել։ Ես գտնում եմ օտարելիզու երգերը եւ ուղարկում եմ Լուսինեն Ահա։ Լուսինեն վերցնում է ու ինչ է անում։ Այդ է ուզում ասել, սկզբից փնտրտուքները Լիլիթն իրականացնում ուղարկում ինձ գցում է կրակը, հետո Պեղումները, Լիլ պեղումները։ գտել եմ։ Ահա։ Հետո ես սկսում եմ հայկականների մեջ պեղել, ասեմ Լիլ, բայց մի հատ էլ ասենք օրինակ սրան նման քրդական է գտնվել կամ օրինակ ես ինչ վրացական երգն է դրան նման էլի կամ կարելի է կպցնել, ու այսպես երբեմն մենք տեսազանգով Սկսում եք երգել։ սկսում ենք իրար հետ Աշխատել։ երգել, տոնայնություններ ճշտել, որտեվ Լիլիթը քանի որ գալիս է ընդամենը մի քանի օրով, այդ ընթացքում մենք հասցնում ենք մի քիչ աշխատել, որ մինչև ինքը գա, նոր արդեն համադրենք։ Երբեմն իր փոխարեն ես ինձ ինչքան կարողանում եմ, այն ինչ որ ես մոտավորապես երգելով սարքում ենք, ինքը գալիս է մենք իրան փաստի առաջ ենք արդեն կանգնացնում, ասում ենք մենք արդեն սենց սարքել ենք, էլի։ Չեմպես որ հա։ Լավ, այս ամենը պատրաստվում է, ինչպես դուք ասացիք, սարքվում է վերջնարդյունքը, որտեղ է այն սպառվելու, ներկայացվելու։ Հիմա ստեղ մեր մոտ։ Այո, Դա հասկացա։ պետք է մեր ողջ քաջությունը հավաքենք Ահա։ եւ ներկայացնենք այս ծրագիրը սեպտեմբերի երկրորդ կեսին, կոնկրետ ամսաթիվը չեմ նշում, որովհետեւ դեռ պետք է ճշտենք։ Չէ, չասեմ, չէ դեռ ամսաթիվը։ Չէ, վերջական մի ասեք սեպտեմբերի Սեպտեմբերի երկրորդ կեսին հայ հանդիսատեսի համար, հետո այս ծրագիրը միանշանակ ուղղորդված է աշխարհում բազմաթիվ ֆոլք փառատոներ են լինում, որտեղ շատ հետաքրքիր երաժշտություն է հնչում եւ մենք մեծ հաճույքով ոչ միայն կուզեինք ներկայացնել մեր
փորձարարություններ, այլև լսել թե աշխարհում ինչ է նվագվում, ինչ է կատարվում, այսօր Music du Monde, որ ասում են աշխարհի երաժշտությունը շատ ավելի մեծ հետաքրքրություն ունի, քան pop-ը, rock-ը, թող ինձ ներվի, հա, բայց իսկապես շատ հետաքրքիր փառատոններ կան, ի վերջո Այսինքն Մուբարիկները մեկնում են Ֆրանսիա սեպտեմբերին, ես ճիշտ հասկացա։ Չէ, դեռ էստեղ են ելույթ ունենում, հաստի առաջ ենք կանգնացնում։ Մի րոպե, մի հատ հասկանանք, ասացիք, բայց վայրը չասացիք։ Չէ, Որտե՞ղ։ էստեղ հայ հանդիսատ։ Այստեղ հայ parz է որ հայ հանդիսատես է, այստեղ հայ դրսում նկատի ունեի։ Կսկսենք հայ հանդիսատեսից, նախ կներկայացնենք շատ սիրելի հայ հանդիսատեսին, այնուհետև միանշանակ կփորձենք ճամփորդել։ Կփորձեք Այդ մասնակցել ժամանակ կասեք հայ հանդիսատեսի համար։ Չէ, այստեղ երբ սկսեն մասնակցել տարբեր փառատոների միջազգային, այդ ժամանակ հանդիսատեսը շատ տարբեր է լինելու։ Այս բարակայում, քանի որ ձեզ մոտ ստացվում է այնպես, որ դուք միայն հայկականը չեք ներկայացնելու, այլ հետաքրքիր խառնուրդ եք ներկայացնելու, վստահ եմ տարբերվելու եք մյուսներից ու Ինքն են միանալու մեզ այդ երկեն։ այդպես։ Հա, մեր նպատակը է, որ հնարավորինս շատ մարդ մեզ միանա, ոնց ինչպես նկատում եք, երկերից շատերը պարզ կրկնակներ են, ասենք լորիկ, կամ դալալե, զոզան եւ այլն նման կրկնակներ, այն հետագա երկերում էլ շատ կան, շատ հեշտությամբ կարելի է միանալ ու հասկանալ, որ երկել այդքան էլ դժվար բան չի, ու շատ հաճելի բան է, էլի։ Մեծ էկրան եք փակցնում եւ բոլորը այդ բարերը կարդում եւ կարաոկե նման երգում են։ Սա գաղափար ձեզ որպես այդպես ապագայի համար։ Ես դրա փորձառությունը արդեն ունեմ, երբ անում եմ կոնֆերանս, երաժշտական կոնֆերանսներ ֆրանսիացի հասարակության համար, իրենց ասում ուղղակի հիմա վեր եք գնում, միասին թամզարա ենք ապարում։ Եվ երբ հեռանում են դահլիճից, իրենց մտքում երջանիկ են, որ մի հայկական բառ են սովորել։ Կամ խիոն դահլիճի հետ միասին ենք երգում, ինչպես Լուսինեն ասեց, բոլորովին դժվար չի։ Չէ, բառերը դժվար չեն բնականաբար, երկել իմանալ է պետք ուղղակի։ Ֆոլկլորը Հայ նոր կարգախոս է, հա, այսպես։ Որը միշտ է նորաց։ Եթե անկեղծ ֆոլկլորը մեր կյանքի անբաժանելի ու կարևոր մասն է, նույնիսկ չենք գիտակցում, բայց դա կա, դա մեր առօրյան է, մեր ամեն ինչն է միշտ, այո։ Մնում է ասել վեր կաց եւ երկիր ու Պարիժ։ Սկսվեց էլի։ Հա, եւ այստեղ շատ կարևոր է մի եւս կարևոր բան, որ մենք ակամայից նույնիսկ եթե առօրյայում հաճախ չենք երգում կամ չենք լսում, երբ հանկարծ առաջին նոտաները լսվում են, կարծես 1000 տարի գիտես, անկախ քեզնից, էլի այդ ներքին գենետիկ կոդը կա, այո, դա կա։ Արյան հիշողությունը, որը այդ ամեն ինչը արտնացնում է եւ ինքն է աշխատում, այդ մեր հիշողությունը չի, դա արյան հիշողությունն է, ուզենք չուզենք ինքը կա։ Եվ մի բան էլ է երկերի համադրելու առումով, բացի երաժշտական բաղադրիչը, բացի ռիթմերն ու երաժշտական մոտիվների նմանությունը, մենք ուշադրություն ենք դարձնում բովանդակությանը, այո, որովհետև օրինակ հաջորդ երգի փունջը, որ պիտի ներկայացնենք, սկզբի հատվածը շատ տարբեր բովանդակություններով երգեր են, պարզապես նույնն է երաժշտական բաղադրիչը, բայց վերջի երկու հատվածը, բացի երաժշտական բաղադրիչից, մոտ են նաև գաղափարով, որովհետև այդ շարքին մենք ավելացրել ենք մեկ բուլղարական կտոր եւ եւս մեկ հայերեն կտոր, որոնք հայրենասիրական բնույթի են։ Իսկ նախորդները սիրային եւ այդպես տարբեր։ Օրինակ հունարեն տարբերակը այսպիսի տեքստ ունի՝ հերո օտար տեղից մի 18 տարեկան լույս աղջիկ էր գալիս, բայց դռնից դուրս չէր գալիս, որ գոնե երկու բառ ասեի։ Հերո տնից տեղից, ինչպես։ Իսկ հրեական տարբերակը ուրեմն հրեաների հիմնն է, հատիկվա եւ շատ հայտնի երգ է եւ միտքը հույսն է։ Եվ սա այն երգն է աշխարհի, որը 20-ից ավելի լեզուներով կատարվել է։ Այսինքն մեզ ծանոթ է, հա։ Շատ ծանոթ է, ամենաանհավանական լեզուներով կատարվել է ճապոներեն, վրացերեն, կորեերեն, ռուսերեն, հնդկերեն, բենգալերեն։ Այ ճապոներենը որ հնչի, ես կասեմ ծանոթ։ Չէ, հիմա երգելու են, ոնց հասկացա։ Նկատի ունենք, հենց լսենք։ Հա, մենք երգելու ենք հայերեն, հունարեն, բուլղարերեն։ Ահա։ Լսենք։ Եթերից հետո ես քեզ համար ճապոներեն երգ։ Մեծ սիրով։ Քրդերենը հետո ոնց հասկացա։ Բայց դու դու չինարենով ես հիմա հետաքրքրված։ Զոզանը քրդերեն էր, բացի։ Տիգրան։ Ես ուզում եմ հայտարարել, հաղորդում են քրդական մեղեդիներ, դուք Լուսինե այդ հնարավորությունը չընձեռեցիք մեզ այսօր։ Դե ինչ, լսենք, խնդրեմ։
Ясен месяц веч изгрява над зелената гора. Ясен месяц веч изгрява над зелената гора. Вцяла странджа ров запява песенова юначка. Вцяла странджа ров запява песенова юначка. Վերքերով լիճան վիդայ է, ապարական տուն չունի։ Վերքերով լիճան վիդայ է, ապարական տուն չունի։ Յարիս փոխանցեմ սեմ գրկեր, միտեղ հանգիստ տուն չունի։ Յարիս փոխանցեմ սեմ գրկեր, միտեղ հանգիստ տուն չունի։ Potocii реки Брда не шопълзи састава. През потоци реки Брда не шопълзи састава. Дали Юда само дива или Люда гибия. Дали Юда само дива или Люда гибия. Arnod երկրի սուտ կոշիվա, ինձ դուրս կանչեց փակյանքից։ Arnod երկրի սուտ կոշիվա, ինձ դուրս կանչեց փակյանքից։ Տանջված հայրենիք իսերը, չվախեցուց վտանգից։ Տանջված հայրենիք իսերը, չվախեցուց վտանգից։ Само дива или Люда Ծափեր են հնչում մեր եթերում բնականաբար, Եվ ավանդական այլ ինչպիսի ծափտփողների խումբ ունենք, այո, ծափարություններ։ Շարունակվում է երաժշտական առավոտը, հարգելի ռադիոլսողներ, շնորհակալ ենք, որ շարունակում եք ջերմ արձագանքել, այստեղ ռադիոլսողները Էդիկ Բաբուջյանն է ողջունում, ասում է սիրում եմ ձեզ, Թամար Ավետիսյանն ասում է հրաշալի կատարում կեցեք, Աստղիկ Աննա Խաչատրյան անունով օգտատերը մեզ ասում է բարի լույս, այնպես որ այսօր նաև ձեր երաժշտական կատարումների միջոցով շաբաթ առավոտը դարձնում եք ավելի հետաքրքիր ու յուրօրինակ, աշխարհի ժողովուրդների երաժշտությունը շարունակում են հնչել։ Մի հարց, չինական երաժշտություն այսօր զարմացա, որ ինքը ճապոնականով հետաքրքրվեց, որովհետև այս վերջին Սովորում եք շրջանում չինարեն։ հանգամանքներով պայմանավորված չինարեն է սովորում Տիգրանը։ Չունեք։ Բաներ է իր սովորել չինարեն է։ Սովորում Կորեական երգ երգել, Լիլիթը ճապոնական, չինարեն հաջորդի էր ճիշտ ասած։ մյուս անգամ քո թանկ խաթեր համար չինարեն կսովորենք։ Շնորհակալ։ Կգաս իր մեքենայի մեջ Շատ լավ։ կերքես, խնդրում եմ։ Այո։ Սներ ջան, սա շատ կարևոր է։ Սովորում էի դեպ։ Չինացի Ալիսայի հետ կերկեք, խնդրում եմ։ Այո, դու այդպես մի նայիր։ Այո, այդ իզուր չասացի, որ հանգամանքների Ալիսանով է։ Ալիսան Իր մեքենան է։ մեքենան է։ Ուղղակի չինարեն է խոսում։ Ստիփաս Տիգրանն է սովորում լեզուն, որ իրար լեզու հասկանան։
Չինարենից բացի ոչ մի ուրիշ լեզու չկա, չէ՞, այդ մեքենայի մեջ։ Ծրագիրը ոչ մի ուրիշ լեզվով չկա։ Չկա, ինչու չկա։ Մեկ խելագարվում է անգլերեն էլ է խոսում։ Մեկ ես ջղայնանում ուտեմ։ անգլերեն էլ է խոսում, ասում։ Բայց ինչ լեզվով էլ խոսի, ոնց որ չինարեն խոսի։ Չէ, շատ լավ խոսում։ Նուկա, Մի յոյի։ գնահատեք Ալիսային։ Ալիսային, լավ բան չասացինք մենք քո Ալիսային, այստեղ Քնարիկ Վարդանյանն ասում է կեցե, սրտիկներ ու ծաղիկներ է ուղարկում, բնականաբար սա շատ հաճելի է, այնպես որ շարունակեք արձագանքել եւ նաեւ սիրելի ռադիոլսողներ, հետաքրքիր է ձեզ համար ինչ բացահայտումներ եղան այս փունջերը լսելով, որովհետեւ փաստորեն մենք տեսնում ենք, որ մեղեդային առումով, խառնվածքի բնավորության առումով փաստորեն շատ նման տարբեր ազգերի նման երգեր կան։ Մշակույթ ազգություն չի ճանաչում, այստեղ Այստեղ համոզվում ենք։ փաստորեն համոզվում ենք, հա, այդպես կա։ Դե հա։ Երաժշտության լեզուն, բարի լեզուն համամարտկային է, եթե ասենք բառերով մարդիկ իրար չեն, չէ, թեպետ այս տարիքի երեխաները Լավ էլ յուրաքանչյուրը շփվում են, իր առանց լեզվով լեզու խոսում է, իմանալու։ իրար հետ լավ շփվում են, իրար հասկանում են։ Ուրեմն հաջորդ շարքի մեղավորը մի բուլղարական երգ էր, որին երկու երգ քանի որ կպցրեցինք, Սերբական։ հա, Ռոսնալիվադա։ հա, սերբականն է, Ահա, որոշեցին իսկ ինչ եւ երգելու, եւս հիմա մեկը կար, հասկանա, վերջում ավելացա, Երկուսն է սերբական Ահա։ երգեր են։ Ահա։ սերբական երգեր։ Հետաքրքիր է, իսկ բովանդակայինը Սիրո մասին երգեր։ Սիրո։ Սիրո մասին երգեր են, այո։ Այս դեպքում մենք առաջին հատվածը կողմնորոշվել ենք ըստ մեղեդային կառուցվածքի, իսկ վերջին հայերեն հատվածը նաև ըստ բովանդակության։ որ երգն է հայերենը։ Հայերեն ուրեմն Ալագյոզ աչերը, Ահա։ Կոմիտասի եւ Ծագի Արշալույս, Ահա։ որը իդեպ մենք մեր ֆոնդում ունենք Հակոբ Թումայան։ Սփյուռքից է, Այո։ այս երգը ես չգիտեմ, ուրիշտեղ չեմ հանդիպել, գուցե միայն ես չեմ հանդիպել, որովհետև ինձ համար նորություններ ու շատ սիրուն էր Ծագի Արշալույս։ Այսինքն իրենից եմ լսել, իր տարբերակով ենք սովորել։ Լսենք, հետաքրքրեց։ Ինձ էլ հետաքրքրեց, այնպես որ լսենք։
Բրավո, շնորհակալություն։ Ական շոյող, իսկապես շատ գեղեցիկ, Մեղեդային, շատ քնքույշ, այսպես կարող ենք ասել։ Պես անդարտացնող, նաև խաղաղեցնող։ Հրիփսիմե Արշակյանն ասում է հրաշալի համագործակցություն է ստացվել։ Լսում եմ մեծ սիրով, այնպես որ մեր ռադիոլսողներին էլ է շատ դուր եկել ձեր, այսպես ասած, համատեղ աշխատանքը։ Սաթենիկ Մատինյանն ասում է ցանկանում եմ ձեզ անխափան եթեր, իսկ Նուբարին բեղմնավոր գործունեություն իր ազգանվեր ծրագրերում ընկեր Լուսինե, ձեզ հրաշք ընկեր Լուսինե են անվանում, սրտիկներ են ուղարկում, հրաշալի է, այո, եւ այս տարբերակով մենք նաեւ ծանոթանում ենք այլ ազգերի ֆոլք երաժշտությանը, կարծես թե փոքրիկ նուբարիկները նորից եկան եւ հարմարավետ տեղավորվեցին, հա? Հաջորդ շարքը էլ իրենք պիտի սկսեն, մանկախաղացներ։ Ահա։ Այդպես, օրբար ճորբար։ Միրան Թումաճանի հավաքածուից հետո Սերոբ Վարդանյանի Կյաջլան, Կաչաղակի երգը, հետո Լիլիթի հետ
մի երգ, որը պատմում է թե կինը ինչպես է հղիացել, ինչպես է սպասում իր բալիկին, կինը դժգոհում է, ասում է պիտի տգեղանամ, բայց իրեն հույս են տալիս, ասում են բայց երեխա պետք է ունենաս եւ այլն։ Եվ վերջում Վասպուրականի էլի մանկա խաղաց թռնոցի։ Ահա, հասկանալի է։ Ես մի բան հասկացա այս ընթացքում, երբ փոքրիկներն այստեղ նստած էին, դուք մի շատ կարևոր գործել եք անում, զբաղացնելով նրանց եւ տալով մեր, այսպես ասած, լավ որակյալ երաժշտության նոտաները, միևնույնն է նրանք լսում են, չէ՞, որքան էլ չերքեն, այդուհանդերձ ականջը վերցնում է։ Դուք նրանց կտրում եք ժամանակակից ճարիքից, հեռախոսներից, բջջայներից ի վերջո, եւ նրանք այստեղ լսում են ճիշտ լավ որակյալ երաժշտություն ու նույնիսկ մասն են կազմում, հիմա նրանց էլ ենք Եվ վայելել։ իրենք սա սիրով են անում։ Հա, զգացվում է։ Սիրում են ու ամեն, ասենք, մի մեծերի հետ փորձից կամ ասենք ես եթերից հետո իրենք իրենց մեջ, ասենք, որակական փոփոխություն են տեսնում, աճում են միանգամից ու ամեն անգամ հիմա այստեղից գնալուց այս բոլոր երգերի կրկնակները իրենք Երգելով երգելու են եւ գնալը։ պահանջելու են այդ երգերը։ Դե տեսեք ինչ եք անում։ Գնացինք, լսենք։ She's
Ծափահարություններ կրկին մեր եթերում, ինչպես թռցրեցին, դե թռի ժամանակն էլ է թռնում, ասեմ ձեզ։ Այո, շատ արագ է Այո, եղել։ մենք մոտավորապես 30 րոպե ունենք, եթե ոչ մի քիչ։ Նուբարիկները գնացին հանգստի։ Այո, հրաշք են նրանք, իդեպ նուբարիկները այսպես ակտիվացրեցին նաև մեր ռադիոլսողներին on-line հարթակում։ Այստեղ ասում են կեցցեն նուբարիկները, Սաթեն Թերոյանն է գրում, Ռիփսիմե Արշակյանն ասում է ողջունում եմ նուբարիկներին եւ առանձնահատուկ նաև երևի թե բարեկամ են, այո, բարեկամ են Ադրինեին, Եվգենե Միրզոյան Սահակյանն ասում է բրավո նուբարջան առանձնահատուկ ողջույններ նուբարիկներին, շատ լավն եք նուբարիկներ ջան, ձեզ սրտիկներ, տեսնում եք, չէ, հենց դուք վեր եք գնում, այլ նուբարներին մոռանում են։ Նուբարիկները առաջին պլանում են հայտնվում։ Դե շատ լավն եք, շատ քաղցրեք ախր է, հրաշք եք ուղակի։ Իսկապես շատ լավ գաղափար էր փոքրիկներին նաև ոչ միայն կրթել ու սովորեցնել, այլև ներգրավել ու ներառել երգերի մեջ, համերգների մեջ։ Հիմա իրենք գիտեն, որ սրանից հետո մեր բոլոր նախագծերում իրենք մասնակից լինելու են ու արդեն պատրաստվում են հոգեբանորեն իրենցից մեծ երգեր սովորելու ու շատ երգեր սովորելու։ Լավ ասացիք, իրենցից մեծ երգեր։ Հա, որովհետև մինչև հիմա մենք իրենց հետ միայն մանկական երգերի վրա ենք աշխատել, բայց աստիճանաբար իրենք արդեն որովհետև այստեղ մի շատ կարևոր բան կա։ Այս տարիքում իրենք պիտի զուտ իրենց տարիքին հարմար երգեր երգեն։ Այո, շատ կարևոր է, դա ուզում եի խոսել։ Հա, ես հիանում եմ այն երեխաներով, ովքեր բարդ երգեր երգում են, բայց դա իրենց համար եւ ֆիզիկական եւ հոգեբանական գերծանրաբեռնվածություն։ Մենք չենք էլ կասկածում, որտեղ խառնված է լուսնեն ազարանը, բնական ամեն ինչ պետք է լինի տեղում ճիշտ հիմքերի վրա։ Եթե չէ, հաճախ մենք տեսնում ենք դաժան սիրո մասին, երգում է փոքրիկ երեխա, որը նույնիսկ չգիտի դա ինչ է, պետք չի կարելի ուղղակի։ Գիտեք 2005 թիվն էր, բոլորովին ես մտադրություն չունեի, որ մանկական դաշտում պիտի հայտնվեմ, բայց երբ տեսնում էի գրգռաճեղքով հագնված երեխաների պորտապարպարելուց կամ լատինական ինձ թողներ են, հա, եւ բարդ մեծական երգերուց մտածում էի, չէ, ինչ-որ բան սխալ է։ Եվ հենց այդ մտքով ամբողջ այդ նախագծեր, ասիկ նախագծերը եղան եւ միանշանակ երեխաները պետք է երգեն մանկական երգեր, կմեծանան կհասցնեն իրենց տարիքին համահունչ, երբ երեխան վերցնում է մայրիկի շրթներ, կսում է, ես էլ եմ մեծացել եմ մայրիկիս բարձրակրուկ։ Այո, բոլորս հիմա էլ մնացել եմ կրունկների վրա, բայց կհասցնեն։ Այո, կհասցնեն։ Հենց մեծերի հետ է իրենց ուղղորդ է։ Մանկական աշխարհը պահենք մանկական։ Մայրիկի շրթներկով երեխան կապիկի է նմանվում։ Այո, բնականաբար, բայց պետք է անի։ Դե թողանի այդ փոքրիկ առաջացությունները հետ։ Մի քիչ կոպիտ ասացի ու պատկերացրեք ինչպես որ ասենք դա չի ընկալվում, այո։ Մանկական այդ ճկնախ դեմքին ինչպես որ այդ կոսմետիկան չի սազում, նույն կերպ այդ մեծական երգերը։ Ի վերջո սխալ մշակույթը փչացնում է երեխային հենց այդ տարիքում։ Եվ առաջին հերթին նաև ես դեմ չեմ, որ տարբեր ազգերի երաժշտություն ուսումնասիրեն եւ այլն, բայց առաջինը հիմքը դնենք մերը, հետո բնականաբար մտահորիզոնը, աշխարհայացքը պետք է ընդլայնել, ներկայացնել, բայց տարիքները պահենք, էլի։ Մի պահ կար, որ մանկական երգեր գրեթե չէինք կարողանում գտնել։ Նորերը, հա, փնտրում էինք ու դա դեֆիցիտ էր։ Ունենք հրաշալի ժանրություն ունենք։ Այո, ուղղակի դրանք այդպես անկյունում էին հայտնվել, որտեվ երեխաները պիտի երգեին դաժան դարապացի մասին։ Նույնիսկ մեծերին պետք չի այդքան շատ դրա մասին երգել, էլի։ Որ երեխաներին նստացնում են սեղանի վրա, կանգնացնում են, ասում միած սայատ նովա երգի բալես։ Այո։ Այո։ Լավ, հիմա այդ բալեն ծնվեց, մենք իրեն թրցրեցինք, հիմա տանենք քնացնելու։ Տանենք քնացնելու, բայց ինչ կքնացնենք, որովհետև վախենում եմ բաց թողնեմ, էլի, այստեղ ռադիոլսողները շարունակում են, Թամար Ավետիսյանն ասում է փոքրիկ տաղանդներ, Ծովինար Գևորգյանն ասում է կեցեք, ձեր մշակութային բացահայտումները եւս մեկ անժխտելի ապացույց են, որ մարդկության բնօրանը նույնն է եղել եւ դա հայկական լեռնաշխարհն է եւ անգնահատելին, որ այդ բացահայտումներին մասնակից է մատաղ սերունդը մեր փայլուն ապագան։ Այստեղ Քնարիկ Վարդանյանը ջերմ ողջունում է, ահա Լուսինեի գլխավորությամբ փոքրիկներին։ Ահա։ Հիմա ինչ ենք օրորոցային ենք լսելու, ճիշտ հասկացա։ Հաջորդի համար Լիլիթը ուղարկեց հերթական երգը, հունական մի ճկնաղ օրորոցային, որի մեղեդին հար եւ նման էր մեր հարսանեկան երգերից մեկի մեղեդուն։ Ինչ հետաքրքիր է բովանդակային առումով։ Հետո մենք գաղափարական որպես ավելացրեցինք վրացական մի օրորոցի երգ, վերջում արդեն,
Ուրեմն, հա, մինչև այդ իհարկե հայկական մի ավանդական Սասունի օրոր, հետո իսպանական մի ճկնախ նմուշ լուսնի հետ Այն օրորոցային, էլի լուսնի հետ զրույց եւ վրացական մի օրոր սրան շատ գեղեցիկ համադրվեց, որը իրենք ասում են, որ սա այն օրորոցայինն է, որը Տիրամայրը երգել է Մանուկ Հիսուսի համար։ Օ, Մնում է տեսնել, թե ինչ է միայն ստացվել։ հունականն է, որ հարսանեկան է, բայց այն էլ Հայկական առաջին հատվածը հարսանեկան է, հունական օրորոցային է ու բավականին, ինչքան գիտեմ, տխուր բովանդակությամբ։ Մենք այդ երգերը, եթե բարբարել չենք թարգմանում, ընդհանուր բովանդակությունը ծանոթանում ենք, որ իմանանք Ինչ ենք ինչի երգում։ մասին ենք երգում։ Նույնիսկ ասենք հունարեն տեքստերը ուղարկում ենք հունարեն իմացողների, որ մեզ համար տարադարձում անեն հայերեն տառերով, Որ կարողանանք ճիշտ հաջողություն արտաբերել, կարդան, հա, այո։ եւ որպեսզի սխալ բառեր չասենք։ Հետաքրքիր է լսենք։ Որովհետև համենայն դեպս մեզ հույներել են լսում։ Իհարկե, ձեզ ամբողջ աշխարհի ժողովուրդներն են Եկեք լսում։ լսենք ձեր աղցանը երաժշտական ինչ տեսք ունի, ինչ է ստացվել։ Kes hazar nazerով պիտանենք մերը Մենք հայավոր աղջիկ եկել ենք ձերը Kes hazar nazերով պիտանենք մերը Շարե շապիկով սրմատերերով Քեզ տաներ ենք եկել մալիկը լացով
callado la soledad en esta morada nueva. Aurelita de la ciudad, duerme la primavera. Con sus ojos de abril, las colinas florecen, su trigo hacia el sol se recuestan en oro galas de despedidas. Dime, Alina, quema la estampa, herve en tu sangre brea. De la llama sales cantante con un puño de arena. Haga sin mirar atrás, dobrada que prenda la lumbre en tu agor, llega así de azar de la luna sefardita. Iavnana vardonana, iavnanina, agret kvilat udargelat rom dagazina. Nedism kirchimi giglia, shent kvilibina. Iavnana vardonana, iavnanina. Iavnana vardonana, Ինչ հետաքրքիր էր։ Քունս տարավ։ Մի քիչ ինչպես ասում թախից են, կար։ չէ՞։ Մի անգամից տարավ դեպի քնել բոլորից, Դե բայց քնացնում մենք էի։ արթնացանք, հա, քիչ էր մնում քնեինք, Հա, քիչ էր մնում։ ուրեմն օրորոցայինը այդպիսի հատկություն ունի ինքը։ Խաղաղեցնող, Հա, ժժացնող։ Այ հիմա որ նայեք նուբարիկներին, երբ այս երգերը Նրանք շատ երգում եք, ակտիվ իրենք սկսում էին։ են հորանջել։ Հա, բայց միևնույնն է ակտիվ են, ասեմ։ Հա, իրենք զբաղված են, եթե զբաղված չեն լինում, լսում են, իրենք միանգամից սկսում են հորանջել։ Ինձ էլ են Ես մի զբաղացնում, բան ասեմ առաջարկեմ, ձեզ։ քանի որ մենք եւս երկու շարք ունենք։ Ահա։ Քիչ խոսենք, որ հասցնենք Ոնց այդ բոլոր ասեք, երգերը Սնետ ջան, դու երգել։ մենակ ասա, Դու մենակ ոնց ասա, հա։ բայց մեն այդպես չի լինի քնենք մենք ուզում Չէ, չէ, ենք հիմա արթնացել հիմա է։ հրավ Հիմա մնացածը լրիվ ակտիվ է, այնպես որ հիմա ասած Ինչ ենք լսում հաջորդը, հարց չենք տալիս, տես։ Ուրեմն այս ծրագիրը սկսվեց հենց այս երգով։ Ուրեմն բրետոնական երգ է կոչվում է Թխի մաղթելու 3 նավաստի, շատ հայտնի բրետոնական երգ է։ Եվ այս երգը կպավ Համշենական երգերի։ Համշենական երգին, հետո դրան կպավ մեկ այլ ֆրանսիական երգ, հետո գնացինք հասանք Հունգարիա։ Բալկաններ, Քեթրի հարսանիք արեցինք, այնպես որ պատրաստվեք ապարելու։ Հասկանալի է։ Այստեղ մեր ռադիոլսողներն էլ են արձագանքում, Հասմիկ Մարգարյանը բարի լույս է մաղթում բոլորից, շնորհավորում է, շատ կարևոր աշխատանք եք տանում։ Այս սա արձագանքում էսպես շնորհավորում է Նուբարին ու Նուբարիկներին, Արթուր Ալիխանյանն է ջերմ ողջույններ ուղարկում մեզ, նաև մեր հյուրերին շնորհակալություն հարգելի Մենք Արթուր։ էլ ենք ողջունում։ Այո, Նարեկ Կարապետյան, Օսեյան Ալվարդ արձագանքել են, սրտիկներ են ուղարկել, կարծում եմ գիտեք արդեն, այո։ Հիմա ես ակնկալում եմ նաև այս փոքրիկներն էլ կպարեն, չէ՞, ինձ թվում է, որովհետև շատ ակտիվ են, հրաշք են ուղակի։ Միքայելը համաձայն։ Պարելու եք երեխեք։ Ինչի՞ չէ օրինակ։ Մի հատ կգաս ինձ մոտ, արի, արի, գերակտիվն է։ Արի տեսնեմ, հլա արի։ Ինքը իմ օգնականն է։ Ինչի՞ չես պարելու օրինակ։ Սենց անենք որ լսվի։ Չգիտեմ։ Ոնց չգիտես, բավ գիտի որ դու չգիտես։ Կպարես։ Ոնց լավ, Լուսինե մորակույրը։ Հա, ծոցան դարձավ մորակույր, շնորհակալություն։ Լուսին մորակույր։ Երիտասարդանում ենք։ Տեսնում ես։ Լավ, գնանք ակտիվանանք։ Ուղղակի ծոցան ռուսերենը, մորակույրը հայերենը։ Մի տեսակ իմաստային առումով ուրիշ ձև է ընկալվում։ Դե դա անկալումներից է, տեսնում ես։ Չէ, ծոցան տիկինի Խնդրեմ, պարագայում Ոչ, կգործացեի։ ոչ։
macht lo die Hond, la 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 la, die macht lo die Hond, ohne da die Aschige, die macht lo die Hond, la 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 la, die macht lo die Hond. Ovone dave
գազաղի դարձավ ռինո նանայդա ջիլվելոյ նանայդա Եզիլո պաչվիլի դա ռինո նանայդա ջիլվելոյ նանայդա Ուդարդի լուքու մոյե ռինո նանայդա ջիլվելոյ նանայդա Վիդի հասը չինի դա ռինո նանայդա ջիլվելոյ նանայդա Ահա Մենք մտովի փորձում ենք այսպես քարյակ հասկանալ թե որ երկրից որ երկիր ենք ճամփորդում եւ ուր ենք գնում։ Մեզ լավ ակտիվացրեցիք, որովհետեւ փորձում ենք քննարկումների միջոցով հասկանալ այսպես, ինձ հետաքրում է ով է պեղում այս ամենը, այս նյութը ի վերջո ոչ թե հայկական է, այլ երկրների տարբեր ազգերի Լիլիթ, փաստորեն տիտանական աշխատանք եք կատարում։ Տարազգի ֆոլկլորը եւ Լուսինեն այդ երկիրը ամուսնացնում է հայկական երկիրը։ Դա մենք հասկացանք, միքսում է։ Իսկ այ ինչպես եք ընտրում, ինչ սկզբունքով, այ որ երկրի։ Շատ եմ լսում։ Այսօր համանցանցը այնքան բաց է, հետո ինչպես ասեցի, ամենասկիզբը այդ հրումը եղավ այն շակերտներից, որոնց հետ ես աշխատում էի։ Հետո գնաց այդ միտքը։ Էլի, իսկ այ ոնց հասկանալ, ենթադրենք լսում եք, չգիտեմ, այսինչ ազգի երաժշտությունը ոնց հասկանալ, դա լավն է, վատն է, իրենց ռաբիզն է, իրենց գիրտն է, որն է։ Չէ, մենք իրենց ռաբիզի հետ գործ չունենք, դա միանշանակ հասկանալի է։ Բայց հետո գնում ես, պեղում ես, հասկանում ես երկի արմատները, որտեղից է գալիս ժողովրդական է։ Իդեպ շատ անգամներ են եղել, որ կանգնած ենք եղել ընտրության առաջ, մի հրաշալի իսպանական երգ կա, կհիշեցնես Նանիտա, որ գեղեց Եվ պարզվել է այդ երգը ինչ է, կոմերցիոն նպատակով է, հա։ Վերջերս գրված ստեղծագործությունը, այսինքն սկզբունքը դա է միայն ֆոլք երգեր։ Մաքուր ֆոլք լինի։ Այո, մաքուր ֆոլք։ Դրանք տարբերվում են իմիջայլոց, մաքուր ֆոլկլորը տարբերվում է եւ նվագակցությունը, հետո տարբերակներն ենք լսում։ Հիմա մեզ մոտ էլ ասեն մոտարի, էլի ֆոլկլոր է, դե արի ու տարբերի։ Ֆոլկլոր էլ կա, ֆոլկլոր Դե էլ կա։ բացասում է։ Ու մեկ էլ բացահայտեցինք մեզ համար, որ մեր ռաբիզը բավականին լավ ռաբիզ է համեմատած շատ այլ երկրների ռաբիզի հետ։
Եկեք դրա մասին Չխոսենք։ Խոսենք ցավալի։ Չէ, ես ընկալում եմ, որ շատ բարդ աշխատանք է իրականացնում Լիլիթ, այ ընկրմվել, հա բարերը թարգմանել, ծագումնաբանությունը երկի Մենակ չի անում այդ աշխատանքը, սա թիմային աշխատանք է։ Եվ հրաշալի երեք հենց դրա մասին ենք խոսում եւ Լուսինեի հետ միասին, որ ոչ մի տարաձայնություն դեռ չենք վիճել իրար հետ, դեռ չենք կռվել, նույնիսկ մեր քննարկումները կարող ենք ասել, այսպես բարի ձևով, ասենք քննարկումներ են, չէ՞։ Առողջ քննարկում։ Հակամարտություն, այո, Դե ամեն ինչ դրա արժևում է, ինչպես ասում են, հա։ ասենք ես ինչ որ բան ասում եմ Լիլիթը, հա, Լիլիթը ասում կլինի։ Դե նաև բնույթով խառնվածքով կոնֆլիկտային չեք, դա էլ է նպաստել, կարծում եմ։ Ձեր աշխատանքը նաև գնահատել են ջերմությամբ մեր ռադիոլսողները, Հովհաննես Ուրումյանն ասում է խորքային ճանաչողական հոգեբուխ երգեր, այստեղ են ասել, այնպես պիտի երգես, որ լսողը հարստանա։ Շաքեն շնորհակալություն է հայտնում, որ կաք, որ այսքան մեծ գործ եք կատարում ու մեզ այսքան հաճելի պահեր պարգևում կարոտած համբույրներ բոլորիդ։ Եվ Օսեյան Ալվարդն էլ շնորհակալություն է հայտնում գեղեցիկ օր պարգևելու համար, հաճելի է նուբարներին լսելը։ Չունենք ժամանակ, դրա համար առաջարկում ենք վերջին ստեղծագործությամբ Եթե դատարանում ունեն վերջին խոսքի հնարավորություն, մեզ մոտ կա վերջին երկի հնարավորություն։ Վերջին երկես արագ, շատ արագ պիտի ասեմ։ Խնդրեմ, Լիլիթ։ Մեծ շնորհակալություն երաժիշտներին, Իհարկե։ որովհետև առանց իրենց Միքայելը, Տաթևը, Նուբարը, մեր միական փոխարինելի, անկրկնելի Աննան եւ իհարկե Նուբարների թիմը Լուսինեն վերջում իհարկե ասելու է հատ-հատ ներկայացնելու է իր սիրելի։ Չունեք ժամանակ, չէ, չունեք։ Չունենք։ Ոչ։ Գնացինք։ Մենք կհասցնենք շնորհակալություն հայտնել նաև ռադիոլսողներին, այո։ Լսողներ, որ մեզ հետ եք։ Մինչ հանդիպում։ Հաջողություն։
Am shenkan modivat, caritas to